Այսօր կրկին, ինչպես բազմիցս պատահել է մեր պատմության ընթացքում, հայրենիքը վտանգված է։ Այժմ հայոց միջնաբերդին սպառնում է ոչ թե օտար բանակը կամ հարևանների դավադրությունը, այլ սեփական իշխանությունները, նրանց կուրացնող իշխելու տենչն ու անհագնչաքաղցությունը։ Տարիներ շարունակ կողոպտելով ու թալանելով ժողովրդին, հանցավոր կերպով սեփականաշնորհելով ազգային հարստությունն ու բաշխելով այն մի քանի անձանց միջև, մեր հարստահարված երկրում սոցիալական բևեռացումը, աղքատությունն ու անարդարությունը աներևակայելի չափերի հասցնելուց հետո իշխանավորներն արդեն հասել են դավաճանության եզրին։ Հանուն իրենց բռնազավթած իշխանության և կուտակած հարստության պահպանման, նրանք հայ-թուրքական հարաբերությունների արդի գործընթացով սակարկության են դրել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, ազատագրված հայրենիքը և սերունդների ապագան։ Գործընթացները սպառնում են ազգային անվտանգությանը։ Մեզ թվում է, որ առկա քաղաքական գործիքները իդեմս կուսակցությունների և շատ թույլ քաղաքացիական հասարակությանը այդ թուլությանը հասցրել է իշխանությունը տարիներ շարունակ։ Այս գործիքները անբավարար են ազգային պատասխան, հայկական պատասխան տալ հայկական հարցին։ Մեզ թվում է, որ այս տխրահարճակ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում նշանակում է նաև, որ հայկական հարցը միջազգային քաղաքականության մեջ թևակողել է մի նոր փուլ։ Ավելին դա նշանակում է, որ նորից է առաջանում դարից ավելի շարունակվող հայոց ցեղասպանության վտանգը։ Եվ դրան մեղսակից են դառնում այն գերտերությունները, որոնք փաստորեն շարունակում են նույն քաղաքականությունը, իրենց լուռ համաձայնության կամ անտարբերության, իսկ որոշ դեպքերում նաև աջակցությամբ կատարված հայոց ցեղասպանությունը այսօր շարունակվում է փաստորեն նրանց երբեմն լուռ, երբեմն շատ ակտիվ աջակցությամբ։ Այս վիճակում մենք ընտրում ենք այս ճանապարհը։ Մենք համարում ենք, որ իրավիճակը կարելի է անվանել այս խոսքով. վիճակը սարդարապատական է։ Եվ պատասխանը պետք է լինի նույնը, համարժեքը, սարդարապատ։ Մենք համարում ենք, որ այսպիսի արձանագրություններ, այսպիսի փաստաթուղթեր երբեք չէին ծնվի, եթե մեր երկրեն ներս մենք շատ թույլ չլինեինք։ Բադական չէ, որ հակառակորդը կարելի ասել անցավ հարձակման մարտի 1-ից հետո, որտեղ ես համարում եմ այո, հարվածը սկսել է մեր պետականության նկատմամբ հոկտեմբերի 27-ով 10 տարի առաջ, սակայն մարտի 1-ը դրա գագաթնագետն էր։ Եվ այս առիթը հակառակորդը չուզեց փաս թողնել եւ ինչպես տեսնում եք մինչ օրս շարունակում է։ Սա ես ուզում եմ շեշտել հետեւյալ հանգամանքի համար, որ սա ինչ ունենք այսօր մենք, դա հետևանք է մեր այս երկար տարիների ներքին անգայուն, անմաքուր, անարդար, այս բոլոր անփարո, այլասերած այդ բոլորի ամբողջության հետևանքն է։ Ուստի մենք չենք եկել այսօր, այս շարժման խնդիրը այն չէ, թե պիտի րոպե առաջ թաթարեցնի, գասեցնի այս ընթացքը հայ-թուրքական հակամարտության, այլ ոչ թե գնանք մենք հետևանքի հետևից, այլ մենք գնալու ենք պատճառի հետևից, որն է Հայաստանում հնարավորինս շուտ ձևավորել փարոյական իշխանություն։ Կարելի է այսպես ձևակերպել, մեր շարժման գլխավոր նպատակն է տեսնել, ունենալ աբակա մի Հայաստան, որտեղ իշխելու է փարոյականությունը, արդարությունը, հայաստանագենտրոնությունը եւ ցկտելը ունենալը հոգեվոր Հայաստանը։ Սա ես կասեի մեր շարժման գլխավոր նպատակն է, որ մենք շարժում ենք դեպի այդ կետը։ Կուզեի անդրադառնալ ընկերոջ ծերուած հարցին, Դաշնակցության հետ կապված։ Ես կարող եմ շատ օրինակներ այս բանին բերել, բայց փաստարկներ, որոնք մեզ գհուշեն, որ Դաշնակցության ընթացքը անգերց չի։
Սակայն ես այս բահին չեմ պատրաստվում բոլոր փաստարկները բերել, որտեղ դրանք շատ երկար են։ Ես կբավարարվեմ երևի ընդամենը մի փաստարկ տալով։ Ինչպես դուք բոլոր դերյակ եք, որ մենք այս օրերին միացում նախաձեռնությունով ամեն օր Երևանում որևէ մի համայնքում մեկ կետում ստորագրություն ենք հավաքում, այրում ստորագրը հավաք, անշուշտ ոստիկանները, ինչպես գիտեք, չեն թողնում եւ այլն, հadoop մոմ հանգցնողների ջոկատներ են պատրաստել, փչողների։ Ուրեմն մեր փորձից ես ուզում եմ դերեկացնել ցես, ամեն օր առնվազն 800-ից 1000 մարդ ստորագրում է մեկ կետում։ Եթե Դաշնակցությունը խնդիր դրած լիներ կասեցնել Սերժ Սարգսյանի ընթացքը, դավաճանական ընթացքը, ապա ամենակարակագիր ցևը 1 միլիոն ստորագրություն հավաքել տներ սեղանի վրա։ Ինչու դա չարեցին։ Չունեին անպատասխան գարույց, այսօր եթե բարձ հաշվարկ կատարենք, միայն Երևանում 30 գետում եթե տնենք, 10 օր անում է 300,000 եւ այսպես 3-10 օր եւս 1 միլիոնը հանգիստ լրացվելու է։ Եվ այդ դեպքում Սերժ Սարգսյանը չէր կարողանալու ոչ հայ ժողովրդին ասել, ոչ գարիք էլ չէր լինելու իր, այսպես ասած, շոուն կազմակերպելու արտերգիր։ Ուզում ասել, որ այդ հարցին ես կուզեի լրացնել ոչ անգես լինելու հանգամանքը։ Անշուշտ այս փաստը մեզ երբեք չի ուրախացնում, մենք շատ կուզեինք, որ բոլոր ազգային ուժերը իրոք իրենց առաքելության մեջ լինեին, որը այսօր չեն։ Եվ այդ նոր ձևավորվելիք ազգային բևեր կոչեցյալը մենք դրան վերաբերում ենք ոչ լուրջ, որտեղ ինչպես ասացի, դա գավին անգերց չեն։ Ինչ վերաբերում է ծեր ուղած ինձ ուղած հարցին, հետևյալն է, մենք հայ գամավորականների համախմբման ձևաչափով աջակցել ենք Տեր-Պետրոսյանին բոլորիդ հայտնի պատճառով, մենք աջակցել ենք, ուրեմն մենք համարում ենք, որ այսօր դժբախտաբար հետընտրական process-ը ընդդիմությունը, այսինքն Տեր-Պետրոսյանական առաջնորդած շարժումը չկարողացավ իր բարեհաճող ավարտին հասցնել։ Մենք այն ներկայացուցիչներն ենք այդ համաժողովրդական շարժման, որ ի սկզբանե մեր դարացայնությունները բարձրացայն ասել ենք, ի սկզբանե ասել ենք, որ մենք երկար չենք կարող մեր ձեռքերը ծալած բահել, ուստի ժամը եկել է կործելու։ Իսկ ինչ վերաբերում է կոնգրեսից դուրս գալ չգալու հարցին հետևյալ ծև եմ ես ձեզ պատասխանում։ Ուրեմն այդ թաշտը, որ Տեր-Պետրոսյանը գլխավորել է, ղեկավարել է եւ այդ թաշտով բայկարել է այս ռեժիմի թեմ, այս բռնադիրական ռեժիմի թեմ 1.5-2 տարի է։ Այդ թաշտը բայկարել է ամենաանգերց ձևով։ Մենք այդ թաշտից երբեք դուրս եկողը չենք։ Մենք այս շարժման հետևանքով ձևավորված մի քանի տասնյակ հազար քաղաքացիների միագամությունը երբեք չենք խաթարելու, այսպես։